շահել կաթողիկոսին նվերներով, այս առաջարկությունների կատարումով եւ այդ բոլորը գրավոր կատարեց։ Անշուշտ։ Կաթողիկոսը խնդրեց, որ հրովարտակը այս բոլոր որ խնդրանքները գրավոր լինեն, որտեղ բանացի կարող է բանավոր կարող է ամիրապետը խոստանալ եւ չկատարեր, չես կարող ասել։ Բայց երբ որ այն ժամանակ հրովարտակը գրվում էր, արդեն դա հրամանի ձևով էր եւ կատարվում էր։ Ուրեմն կաթողիկոսը խնդրանքային էր, հետո ընթացքը ցույց է տալիս, որ կաթողիկոսը գնում է հունատավան, ասենք եկեղեցիները փակում է, թեմերը միացնում է կաթողիկոսական թեմերին, մի խոսքով հունատավան բանը ավելի թույլատնում։ Գիտեք ինչի, որովհետև այս եկեղեցին մենք ասեցինք խարխլված վիճակ էր համարյա։ Այն առումով, որ Բյուզանդիան քաղաքական առումով այդքան ճնշում չէր գործադրում, ինչքան հոգևոր։ Իրենց քաղաքական դավանանքը պարտադրելով, եկեղեցականների մի մասին ներգրավելով եւ տեսեք Հովանես Օծնեցին միայնակ կանգնած է երկու մեծ խնդրի առջև՝ քաղաքական արաբների դեմ ճնշումներ եւ հոգևոր։ Հաջորդ բանը, որ կատարում է մեծ եւ պատմության մեջ մտած, դա արդեն 720 թվականի Դվինի ժողովն էր, 32 կանոններով հստակ որոշում է ում դեմ պիտի խոսի, նախ հավատքի կարևորությունը քաղաքական դեմ եւ այստեղ արդեն Պավլիկյանների եւ երևութականների գաղափարներ կար։ Այսինքն աղանդներ, տերեր ուզում եմ համեմատական անենք, աղանդներ, օտար հավատք եւ քաղաքական ճնշում։ Նույն վիճակը այսօր մենք ունենք։ Այո։ Շատ օտարներ իրենց հավատքն են պարտադրում մեր ժողովրդին, աղանդները լիքն են եւ իրենց ճնշող գործունեությունն են կատարում եւ քաղաքական ճնշումներն էլ թե հայրենիքում, թե այստեղ հստակ են։ Եվ զարմանալի, որ մեկ հատ Օծնեցի, Հովանես իմաստասեր Օծնեցի կարողացավ մինակ պայքարել այդ եւ աղանդների դեմ եւ քաղաքական այդ դրությունից դուրս գար եւ մաքուր ձևով եւ մենք այսօր հսկա միջոցներ ունենք եւ շատ անգամ գուցե թերանում ենք կամ չենք կարողանում կամ չենք փորձում մեր պարտականությունները կատարել։ Չորրորդ բանը ավելացնեմ տերեր, եկեղեցին ինքնին ուղղափառ մեր առաքելական եկեղեցին մասնատված է, ամեն մի եկեղեցի իր կարգն ունի, իր ժամերգությունն է կատարում, պատարագի տարբեր ձևեր է կատարում, տարբեր աղոթքներ, տարբեր մոտեցումներ, ու հանկարծ Օծնեցին կանգնում է փաստի առջև, ինչ ենք անում, ուր ենք գնում։ Եվ այստեղ է իր գործունեությունը, որ նախ կանոնագիր հայոցն է ամբողջացնում։ Կանոնները սրանք են, բոլորով նույն ուղով վրա պիտի գնանք։ Այսինքն այս խոսքը որ ասացիր, առաջին հերթին պետք է կանոն լինի, օրենք լինի, չէ՞։ Եկեղեցին պետք է կանոն ունենա, այսինքն ունենք այդ կանոնը կատարելու հարցի մեջ է խնդիրը։ Կանոնը կա, օրենքը կա, բայց գործադրելը կարևոր է։ Իսկ գործադրողը ով է, առաջին հերթին օրենքը դնողն է։ Այսինքն եթե մենք կանոնագիր հայոց ունենք հոգևոր իմաստով կանոններ, առաջին հերթին կանոնները հարգողը մենք պետք է լինենք։ Անշուշտ։ Հոգևորականները։ Հետո նոր ժողովրդին, ասենք, գիտեք, մենք դες հետևում ենք։ Մենք այս մաքուր կյանքով ենք ապրում։ Դուք էլ մեզի հետևեք այդ մաքուր կյանքով ապրելու համար։ Բայց առաջին հերթին հարվածը մեզ է գալիս հոգևորականներին։ Մենք ինչպես ենք ապրում կյանքում։ Արդյոք սրբակյաց մենք սուրբ չենք։ Ոչ մեկ է սուրբ, բայց սրբության ասպարեզը նաև մաքրություն է նշանակում, անշուշտ։ Առաջին հերթին երբ որ աղոթքի մեջ ես գիշեր ցերեկ եւ աղոթող մեկը պետք է սրտանց իր կյանքը ապրի աղոթքի ճանապարհով։ Եթե օրինակ չես կարող հանդիսալ, Հովանես Կաթողիկոսը օրինակ հանդիսացավ։ Երբ որ ինքը իր օրինակով ներքին կյանքը, մազը այցից մորցուց պատրաստվածը, որ ինքը հագել էր, կնշանակե ներքին կյանքն էլ մաքուր էր, իզուր չէր հագել։ Այսինքն այդ հագնելու ժամանակ ցույց է տալիս, որ մարմինս պիտի ծակի, որ ես զգաստանամ, որ ես վերջիվերջո Քրիստոսի ժառանգորդն եմ, ուրեմն մարմինս ծեծելուց բացի նաև հոգևոր կյանքի մեջ պետք է մաքուր լինեմ։ Հիմա մենք էլ դարը փոխվել է, այնտեղ 8-րդ դարում էր, այսօր 21-րդ դարն է, ոչ մի բան չի փոխվել։ Քաղաքական վիճակը կարծես թե նույն ադմի վիճակը աղանդերը լիքն են ասած այդպես, այսօր Հայաստանի մեջ այնքան աղանդ կա, որ զարմանում ես, մի փոքրիկ երկիր, ինչ այնքան դաշտ կա քարոզելու կամ ասենք թե մարդկանց դարձի բերելու, որ հայ ժողովուրդը պետք չունի դարձի բերելու, ինքը արդեն դարձի եկած վերջացած է։ Դերեր մեկ ուրիշ բան, այսօր մեր իրականության մեջ Պավլիկյաններ ենք խոսում, չխորանալով իրենց գաղափարական այս բաների մեջ մի քանի մոտեցումներ բերեմ։ Պավլիկյան 8-րդ դարից սկսած, մի քիչ ավելի շուտ, անշուշտ հավանդություններ կան, որ նույնիսկ արդեն 4 դարից հիմքեր ունեին։ Իրենք անշուշտ իրենց փորձել են մինչև Պողոս Առաքյալին հասցնել եւ այլ, բայց հիմնականում սա է։ Որոշ նմանություններ այսօրվա աղանդին խաչը հերքում են անարգ գործիքի համարելով։ Այսօր նույն բանը է կատարում աղանդների կողմից որոշ պատկերամարտություն է կատարվում, Քրիստոսի աստվածությունը հերքվում է, ինչպես որ արվում է, եւ մի որոշ տարբերություններ երկու աստվածի գաղափարներ կան եւ այլ եւ այլ։ Կարծեք թե
նույն բաները, ինչ որ այսօր աղանդներից շատերը խոսում են, նույն բանը կատարվեց այն ժամանակ, բայց գոյություններ Հովանես Օձնեցի հայրապետ, որը որ իր ընդդեմ Պաղվիկյանց, ասենք Պավլիկեցիների այսօրվա եւ ընդդեմ երևութականած, այսօր նաեւ կան այդ երևութականները նայեն, որ ասում են Քրիստոս մարմնով չեկավ։ Եվ նմանատիպ եւ ընդդեմ Խաղկեդոնի, որ փորձում են հույները, այս ամենի այնքան զորեղ մտքի, այնքան ուժ եւ անձի հեղինակություն, ինչպես որ շեշտեցիք, հեղինակություն պիտի ունենաս, որ խոսքդ անցնի կանոնների, թող գիրք թղթոցը ամբողջացրեց, այս ամբողջ մեր դավանաբանական հիմնական բաներից մեկը, մատյաններից մեկը, այսինքն փորձեց իսկապես այդ քաղաքական, հոգևոր, ծիսական, այս բոլոր մասնատված կողմերը հավաքել իր անձով, իր հեղինակությամբ, դարձրեց մի համուր կենտրոն եւ նաեւ դրանից բացի արդեն 726-ի Մանասկերտի ժողովը գումարեց, երբ որ ասուրիներին կանչեց ու ընդհանրապես ասեց մենք այս ընդհանուր գիծն ունենք, միանում եք թե ոչ, նրանք էլ համաձայնեցին, ուրեմն բազմաթիվ նաեւ էկումենիկ այսօր մենք խոսում ենք այս գաղափարն էլ ամբողջացրեց։ Հայ եւ ասորի հոգեվորականների եկեղեցու միջև վիճաբանություններ կային, հարցեր կային, բոլորին հավաքեց կողքի, կարողացավ իր եկումենիկ, ինչպես ասում են, այդ հարցերը կարգավորել։ Միջ եկեղեցական հարցերը այսօր անում ենք, բայց այս հեղինակությունը այլևս չկա։ Այսօր անում ենք այնքան հնարավոր միջոցներ ունենք, որ անում ենք, այն ժամանակ 8-րդ դարում այսպիսի հնարավոր միջոցներ չկային եւ բռնապետական կարգեր կային, ուդրիշի լծի տակ էինք, գիտես, իրապես այս պատկերի տակ զգացում է, ասենք, Սուրբ Հայրապետի դեմքը, ինչպեսի այդ վիճակում, եթե ասենք, ասում եմ, գրպանս դրամ լինի, մեկին նվեր կտամ, չէ, բայց երբ որ ինչ որ ունես, դրանից դուր։ Հիմա այն ժամանակ, ասենք, եթե այդպիսի հնարավորություն լիներ, Հովհաննես կաթողիկոսը կարող էր շատ ավելին անել, չէ, բայց ինքը արեց այն, ինչ որ այդ ժամանակվա կարող էր անել, պետք էր անել։ Այսօր նույնն է։ Ամեն մեկս մյուսի վրա ենք, ասենք, պարտականություն դնում։ Գնա դու արա, բայց ես ինչ եմ անում, չէ՞։ Այսօր կարող է ծանրություն գա հոգևորականի վրա, եկեղեցու վրա, բայց յուրաքանչյուր մարդ ինքը եկեղեցի է, հոգևորական է։ Արդյոք որևէ մեկը մենք ինչ ենք անում։ Մենք ենք պատասխան տալու։ Այսօրվա 21-րդ դարի համար ես եւ դու ենք պատասխան տալու։ Հովհաննես Օձնեցին այն ժամանակ պատասխան տվեց, որ ինքը ինչ որ պետք էր արեց եւ հետո մեր եկեղեցին սրբացրեց իրան։ Ինչու՞։ Իր գործերի համար, իր գեղեցիկ արտաքին տեսքի համար չսրբացրեց։ Անշուշտ ոչ։ Հիմա այլ անգամ գեղեցկադեմ մարդիկ կան, հոգևորականներ կամ աշխարհականներ, բայց ոչ մեկը սուրբ չի, ոչ մեկին սուրբի կոչում չեն տալիս։ Ինչու՞, որովհետև իր գործից, մաքուր սրբագենցաղ կյանքից երևաց, որ ինքը արժանի է այդ կոչման։ Պիտի վաստակենք, բարի անունը, լավ անունը պիտի վաստակենք։ Լավ մարդ է, բարի մարդ է, անուշ մարդ է, գեղեցիկ մարդ է, լավ, այս բոլորը վաստակելու վրա է։ Հովհաննես Օձնեցին իր գործով, իր կյանքի, նույնիսկ իր անձնազոհությամբ վաստակեց այդ սրբի կոչումը։ Եվ նաև վերջի պարագան 726-ի այդ Մանասկերտի ժողովն է, եկեղեցիների միջև ոչ միայն իր եկեղեցին կարգավորեց, այլ նաև կողքի, ինչպես որ ասեցի ասորիների, եւ դրանից հետո միանգամից ինչ անում, ամենայն հայոց կաթողիկոսը գնում է ճգնելու դերայր։ Հիմա ուզում եմ ժողովրդին այս բանը այսօր պատկերացնենք, որ Ռոմի Պապը կամ ասենք մեծ դեմքեր այս դժվարություններին, որ նաև նա էլ ունեցել է, շատ մեծ խնդիրներ ուներ մարդը եւ շատ հաճախ ինքը միայնակ էր գործում։ Այսօր մենք ունենք հսկայական բազմություն հետևող հոգեվորականների, աշխարհականների գնում է ճգնելու։ Եվ այստեղ մոտավորապես 2 տարի ճգնակենցաղ, արդեն ինքը ճգնող էր, արդեն քուրձերը խոսում են այդ մասին, եւ այստեղ է որ նաև ժողովուրդ ավելի տեսնելով սրբակենցաղ, նաև հրաշագործ ինքը Մուավիայի հետ խոսելով ասեց, որ ես պարզ մեղավոր մարդ եմ եւ չեմ կարող առաքյալների կամ հին սրբերի նման հրաշքներ գործել, իմ զգեստներով եմ։ Բայց տեսեք, ինքը նաև իր կյանքի վերջում այնքան մաքրվում է, որ հրաշագործ է լինում եւ դրա փաստը գիտեք ինչ է, որ իր մահից հետո իր վախճանման տեղը լինում է սրբատեղի, մարդիկ գնում էին եւ աղոթում։ Անշուշտ։ Գյուղում իր գյուղն է գնում, նույն տեղը ինքը զբաղվում է ուսուցչությամբ, աղոթներով, ճգնագետությամբ եւ այսօր իր գերեզմանը այնտեղ է եւ եթե մարդիկ Հայաստան կայցրեն եւ 80 գյուղը թող ուխտի գնան իր գերեզմանին, իբրև սրբակենցաղ Ալավերդից շատ հեռու չի արդեն, բայց ինչ է ասածս, ուրեմն հասավ այդ դրան, հասավ այդ մաքրությանը, իր կյանքի ամբողջ ընթացքում կարողացավ հասցնել եւ այսօր էլ ինքը դասում է մեր սուրբ կաթողիկոս, շատ սուրբ կաթողիկոսներ չենք ունեցել, բայց
այդ քչերից մեկն է, որը որ սրբացվեց եւ իր նաեւ այստեղ շեշտում ենք, որ Խոսրով Անձևացի, Լամբրոնացի բոլոր մյուսները իր ուղենշած ճանապարհով գնացին։ Հայք, այսօր մենք 132 կաթողիկոս ենք ունեցել մեր ամբողջ եկեղեցական պատմության ընթացքին։ Քանի կաթողիկոսներ են սրբացվել։ Շատ քչերը։ Շատ քչերը։ Ուրեմն Հովհաննես իմաստասեր կաթողիկոսն ոսնեցին դրանցից մեկն է։ Ուրեմն սիրելի ժողովուրդ, մենք ինչու ենք սրբերի մասին խոսում, ուզում ենք յուրաքանչյուր մարդու մտքի եւ հոգու մեջը տպավորել, որ վերջի կյանքը բաց է, սրբության ասպարեզը բոլորի առջև բաց է։ Հովհաննես իմաստասերը մի անգամից սուրբ չդարձավ, իր ամբողջ կյանքի ընթացքում իր գործունեությամբ, իր բարի արդար համբավով եղավ, վերջի իրեն այ եկեղեցին սրբի կոչում տվեց, որովհետև այդպեսին արժանի էր։ Եկեք մենք էլ արժանի դառնանք մեր արդար մաքուր կյանքով մարդկանց գնահատանքին, Աստծո գնահատանքին, որտեղ մարդկանց գնահատանքը ժամանակավոր է, Աստծո գնահատանքն է ավետարանական։ Կատարենք մեր խղճի պարտքը եւ Աստված մեզի օգնական կլինի։ Մենք աղոթքով վերջացնենք։ Հանուն Հոր եւ Որդու եւ Ոգուին Սրբո ամեն։ Բարիք կամեցող, ով դեր կամարար, մի թող ինձ անձիս կամքով գնալ, այլ առաջնորդիր ինձ լինելու միշտ ըստ քո բարեսեր կամքի եւ ողորմիր քո արարածներին եւ ինձ բազմամեղից ամեն։